Վրաստանից, Լիբանանից, Բուլղարիայից, Ֆրանսիայից ժամանած փաստաբանները մեր երկրում են մասնակցելու Հայաստանի փաստաբանների պալատի նախաձեռնությամբ գումարված միջազգային համաժողովին։ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի ուղեկցությամբ նրանք հանդիպեցին նաև ամենայն հայոց հայրապետի հետ։ Հյուրերին ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը։ Նորին սրբությունը ողջունեց խմբի այցը մայրաթոռ, անդրադարձավ հայ ժողովրդի կյանքում Սուրբ Էջմիածնի դերակատարությանը, ընդգծեց, որ քրիստոնեական հավատքն է դարեր շարունակ եղել հայի նկարագրի ինքնության կերտողը։ Վեհափար հայրապետն անդրադարձավ նաև 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործությանը, ինչպես նաև վերջին տարիներին Ադրբեջանի կողմից Արցախահայության նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություններին։ Նորին սրբությունը խոսեց Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, Արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, գերիների վերադարձի, Արցախի հոգևոր մշակութային ժառանգության պահպանման մասին կարևոր նկատելով միջազգային իրավապաշտպան կառույցների առաքելությունը ոճրագործությունների կանխարգելման ու դատապարտման գործում։ Մայրաթոռ ուրեմն այցելությունը կարելի ասել մեզ մոտ ավանդույթային է դարել եւ մենք հաճախ ունենում ենք ուրեմն այսպիսի պատվիրակություններ եւ միշտ աշխատում ենք բաց չթողնել առիթը եւ եւս մեկ անգամ լուսաբանել հռոքելական Սուրբ Եկեղեցու նշանակությանը մեր պետության մեջ իրավական համակարգում եւ նաեւ լուսաբանել հայ ժողովրդին առնչվող խնդիրների մասին։ Հանդիպումից հետո հյուրերը հնարավորություն ունեցան շրջելու նաև Մայրաթոռի թանգարաններում։ Կաթոլիկ աշխարհը հրաժեշտ է տալիս ապրիլի 21-ին վախճանված Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։ Քահանայապետի աճյունը տեղադրվել է Սուրբ Պետրոսի տաճարում, որտեղ արդեն այցելել եւ հանգուցյալ Պապին վերջին հրաժեշտն են տվել բազմաթիվ ուխտավորներ, այցելուներ։ Քահանայապետի մահվան կապակցությամբ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել։ Վեհափար հայրապետն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Սուրբ Պետրոս տաճարում մատուցված պատարագը, Սուրբ Գրիգոր Նարեկացուն տիեզերական վարդապետ հռչակելը, ինչպես նաև Պապի Հայաստան այցելությունը։ Ամենայն հայոց կաթողիկոսն իր աղոթքն է վերառաքել առ Աստված երջանկահիշատակ Պապի հոգու հանգստության եւ խաղաղության, ինչպես եւ ողջ կաթոլիկ եկեղեցու հոգեվոր դասի եւ հավատացյալների մխիթարության համար։ Ապրիլի 26-ին նախատեսված է քահանայապետի հուղարկավորության արարողությունը։ Սուրբաթոռի արարողակարգի բաժինը հայտնել է, որ թաղմանը մասնակցելու են պետական ու եկեղեցական առնվազն 130 պատվիրակություններ, այդ թվում մի քանի տասնյակ պետությունների ղեկավարներ ու միապետեր։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II նույնպես մեկնել է Հռոմ մասնակցելու կաթոլիկ հովվապետի թաղման արարողությանը։ Նախօրեին ծրագրված է փակել Սուրբ Պետրոսի տաճարի դռները։ Մի քանի անգամ արդեն տաճարը փակելու եւ քահանայապետի մարմինը հուղարկավորության նախապատրաստելու կարգը հետաձգվել է, քանի որ չափազանց շատ մարդ է ժամանել Հռոմ Պապին հրաժեշտ տալու համար։ Ֆրանցիսկոս Պապը իր կտակի համաձայն հուղարկավորվելու է Սանտա Մարիա Մաջորե քահանայապետական տաճարում։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Ապրիլի 24-ին Թբիլիսիում հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կայացավ պահանջատիրական ցույց Թուրքիայի դեսպանատան առջև։ Դեսպանատան մոտ ցուցադրվել են հայոց ցեղասպանություն 1915-ից 2023 թվականներ թեմայով լուսանկարներ, բազմաթիվ պաստառներ։ Ցույցի ընթացքում մասնակիցները Ադրբեջանում ապօրինի բանտարկված հայ գերիների ազատ արձակման համար կառավարությանն ուղղված խնդրագիր են ստորագրել։ Ապրիլի 23-ին երեկոյան ժամերկության ժամանակ Լոնդոնի Սուրբ Եղիշե հայ առաքելական եկեղեցում ոգեկոչվել է հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Միացյալ Թագավորության հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հանդիսապետությամբ արարողությանը մասնակցել են դիվանագետներ, տեղական համայնքների ղեկավարներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ։ Նշվել է նաև ցեղասպանության Սուրբ նահատակների սրբադասման 10-րդ տարին։ Աղոթքով ոգեկոչման արարողությանը միացել են Ղպտի ասորի համայնքների պետերը, կաթոլիկ եւ անգլիկան եկեղեցու ներկայացուցիչներ, Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանը։ Ապրիլի 24-ին հայոց Սուրբ նահատակների հիշատակը ոգեկոչվել է նաև Օքսֆորդի համալսարանական եկեղեցում, որտեղ հայկական ծեսով ժամերգություն է կատարվել թեմակալ առաջնորդ Հովակիմ եպիսկոպոսի նախագահությամբ։ Կատարվել է նաև սրբերի բարեխոսության կարգ։
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում պատարագ է մատուցվել ձեռամբ Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի։ Պատարագին ներկա էին քույր եկեղեցիների առաջնորդներն ու եպիսկոպոսները, Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանը, դեսպանության աշխատակիցներ, թեմի ազգային իշխանության անդամներ, միությունների վարչականներ ու ներկայացուցիչներ, դամասկահայեր։ Պատարագի ավարտին Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող նահատակած հուշարձանի առջև Դամասկոսի քույր եկեղեցիների առաջնորդների ու եպիսկոպոսների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության նահատակների միջեկեղեցական բարեխոսական աղոթք։ Հերմինե Հակոբյան, Եկեղեցական կյանք։ Մարսելի համազգային Փարիզի Սուրբ Մեսրոպ Արաբյան դպրոցների եւ դպրոցասեր միության վարժարանի աշակերտները հյուրընկալվեցին Մայրաթոռում, ստացան ամենայն հայոց հայրապետի օրհնությունը։ Աշակերտներին ուղեկցում էր բարերար Սարգիս Պետոյանը, որն արդեն 17-րդ տարին է, որ երեխաներին Մայրաթոռ է բերում։ Ֆրանսիայի հայկական դպրոցներում 2000-ից ավելի հայ մանուկ է սովորում։ Մայրաթոռ ժամանած խումբը 50 հոգուց էր բաղկացած, բոլորն էլ 9-րդ դասարանցիներ էին։ Քանի որ դպրոցում հայոց լեզվի դասաժամերին մեծ ուշադրություն է դարձվում, բոլոր երեխաները խոսում էին հայերեն։ Բարերար Սարգիս Պետոյանը պատահական չի ընտրել տարիքային այս խումբը։ Այս երեխաները 8-9 ֆրանսաձներ են անշուտ, շարունակապ իրենց ծնողքն է ֆրանսաձնած է, եւ պիտի 9 տարի շարունակ պիտի հայերեն սովորեն պատմությունը եւ երբեմն չեն հասկանալ ինչու համար պետք է սովորեն հայերենը, որ երբ Ֆրանսիային դուրս գելեն, ոչ մեկը հայերեն չխոսի 5 միլիարդ ժողովրդի մեջ։ Ուրեմն ադի գուզեմ հասկանան ինչ է մեր պատմությունը եւ դեսնեն մեր գրականությունը եւ սիվիլիզացիոնը եւ հասկանան դեղու վրա։ Նորին սրբությունն իր գոհունակությունը հայտնեց վարժարանների տնօրեններին, ուսուցչական անձնակազմին եւ բարերարին պարբերաբար Հայաստան եւ Մայրաթոռ այցելություններ կազմակերպելու համար։ Այսպիսի այցելություններն են, որ պատանիներին հնարավորություն են տալիս տեսնելու հայրենիքը, ծանոթանալու հոգեվոր մշակութային ժառանգությանն ու արժեքներին, զորացնելու հավատն ու ազգային ինքնությունը։ Առաջին անգամ եկամ Հայաստան, շատ սիրեցի հոսի գալ, որովհետև Իմ ծնողները շատ եկան եւ ես չէի եկած, համար սիրեցի տեսնել ինչպես էր։ Ինձ համար Հայաստանը իմ երկրորդ տունս է եւ երբ որ գուքամ միշտ ուրիշ բան մը գսկամ ամեն ինչ կսիրեմ, մանավանդ եկեղեցիները, որտեղ Ֆրանսիայի մեջ շատ դարբեր են եւ հոստեղ ինչպես ուժ գսկամ գոր։ Հայոց հայրապետը հորդորեց պատանիներին ջանասիրությամբ շարունակել ուսումը, կապը հայոց եկեղեցու հետ երբեք չկորցնել եւ վերադառնալով Ֆրանսիա, ընկերներին ու հարազատներին պատմել հայրենիքում անցկացրած բոլոր օրերի մասին։